զարտարանքների վերանորոգման համար գումար հատկացնելու համար զեկուցող Իգնատյան։ Ներկայացվել է նախագիծ հատկացնել 24 միլիոն դրամ, որից 2 միլիոնը հատկացվում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Վարուստանանց հրապարակում տեղադրվող տոնածառի վերանորոգման, հրապարակում մոնտաժման և ապամոնտաժման համար։ 18 միլիոն դրամը տրամադրվելու է նոր դեկորների և լույսերի ձեռքբերման համար և ձևավորման համար և 4 միլիոն դրամը հին դեկորների և լույսերի վերանորոգման և տեղադրման համար։ Հարցեր։ Ըստ մամուլի մի տոնածառը քաղաքական որոշել ջարդողի է, հիմա մամուլում այդ խոսակցությունը տարածվում է, որ նախնի քաղաքական իշխանությունը հին տոնածառը որակել է ջարդողին։ Սա ուզում հստակ իմանալ է տոնածառը ջարդում է, դա ջարդում չէ, սա մեկ։ Երկրորդը մենք գիտենք, որ կենտրոնական իշխանությունը անցած տարի Գյումրիին տոնածառ տվեց, ինչով է պայմանավորված, որ այդ տոնածառը չի տեղադրվում այսօր հրապարակում, արդյոք դա պայմանավորված է քինախնդրությամբ, սա ևս շատ կարևոր է հստակ պատասխանը, եթե այդպես է, ապա շատ վատ է։ Եվ երրորդը, արդյոք հնարավոր չէր 3 օր սպասել, ավականում ինձ դա իրականացնեի, ավականին դիրքորոշումը հայտներ այս հարցի շուրջ, եւ հետո նոր արդեն շինաշխատանքները մենք տեսնում ենք, որ 3 օր է հրապարակում, այդ հայտնի ծողն է մոնտաժվում, լրատվամիջոցները բլոգերները խոսում են այդ մասին, այսինքն քննադատությունների արդարացի ալիք է բարձրացել։ Շնորհակալ եմ, խնդրում եմ 3 հարցներ հստակ պատասխանել։ Հիմա պատասխան։ Իմ Գասպարյան, նախ վերջի հարցից ասենք, հանձնարարականը շատ շուտ էր տրված մեր տոնածառի վերանորոգման ամրացման համար եւ կատարվել են աշխատանքները օգտագործվելով հարաբերությունները, հեղինակությունները պարոն Ուգասյանի աշխատանքներ են ընտրվել ամրացնելու եւ իր նախնական տեսքին բերելու համար։ Հաջորդը ոչ մի քինախնդրություն չկա, միանշանակ պարզապես ավելի շքեղ, ավելի լավը լինելու խնդիր կար, եթե չեմ սխալվում, այդ տոնածառը, որը նախորդ իշխանությունը տեղադրել էր, դա չէ, քաղաքային, չէ, մի վրազ է 26 թիվը կուկակ պարզ է ժողովուրդն է որոշել, ես չեմ։ Ձեր քաղաքայինի համար է միտքս հավականի չկայանալու պատճառով չէր եղել, ավելի շքեղ եք ուզեիք, Տիգին Հարությունյան, եթե չեմ սխալվում, հետո, չգիտեմ, բարեգործեի, թե մյուսի։ Եվ երրորդ հարցը Տիգին Գասպարյան կներեք, ոչ, միանշանակ ջարդում չէ, շատ լավը կլինի, ամրացվել է, տեղադրվի, կզարտարենք, բոլորս միասին և ուրախ տրամադրությամբ կմտնենք 2026 թվական։ Խնդրեմ։ Հանձնաժողովի նիստի ժամանակ Տիկին Հակոբյանը փոխանցեց, որ անցած տարվա տոնածառը, գալիս է նոր տոնածառը գնալու է ուշ թաղամաս, այդպես չէ։ Ուշ կամ 50 թաղամասում ենք տեղադրել։ Այս դեպքում տրամաբանությունը հասկանալի է, որովհետև ամեն դեպքում Երևանի վարչական բոլոր տարածքներն ունեն իրենց տան տոնածառերը, մեր մուշը մանեն առհասարակ բոլոր թաղերն էլ դրան արժանի են, եւ անգամ մեկնաբանություններ են հնչում, որ ժողովուրդը նկարվելուց մի քիչ հարմար է նոր տոնածառը, հին նոր կառնեցինք արդեն, թող եթե պիտի գնամ ուշ, այդ հանգամանքով գոնե ողջունելի է, որ այդ տոնածառը օգտագործում ենք ամեն դեպքում, թող նաեւ վարակիչ ու գեղեցիկ ավանդույթ լինի, ոչ թե ծայրամասերից գան կենտրոն, որ տոնածառ հետ նկարվեն, այդ կենտրոնից գնան ծայրամաս եւ այդ նաեւ մեր խմբակցության թեզերից մեկն է եղել, որ ամեն բան անենք բոլոր տոներին եւ սովորական առօրյա օրերին տոնական աշխատություն գտնենք ծայրամասերում։ Միանշանակ հավաստիացնում ձեզ եւ ուշ թաղամասում, եւ 50 թաղամասում զարտարանքներ են լինում, մյուս թաղամասերում անպայման։ Այս գումարը ճիշտ է, այդ առելի գումարը չէ, ինչ որ Երևանն է տրամադրել իր վարչական հատվածների եւ ամբողջ քաղաքի լուսավորության համար, բայց այս գումարի հետ մեկտեղ այդ պարոն Մխիթարյանի հետ մտքերենք փոխանակենք, փորձենք համապատասխան դոնորներ գտնել, ներդրողներ, որ քաղաքի որոշակի հատվածներ տրամադրենք, նաեւ զարտարանք իրենք իրականացնեն։ Շնորհակալ եմ։ Այլ հայտարարություն, հայտարարություն, Տիգին Հարությունյան, Շատ ապրել։ Տեսեք, դուք ասում եք ոչ նոր
տոնածառը ավելի լավն է լինելու, իհարկե ճաշակի հարցը միգուցե ավելի լավը լինի կամ ավելի վատը լինի, որովհետև հին ու նոր տոնածառերի հետ կապված մարդկանց կարծիքները խիստ տարբեր են եւ հիմնականում բողոքները այն են, որ մարդկանց այդ մետաղական կոնստրուկցիան խանգարում էր եւ նկարվելուց տպավորություն էր, որ իրենք մետաղի հետ են նկարվում եւ ոչ տոնածառի եւ սա հիմնական անհանգստացնող հանգամանքն է, բայց նույնիսկ մի պահ պատկերացնենք, որ այս նոր տոնածառը ավելի լավն է լինելու։ Մենք հիմա քվեարկելու ենք մի նախագծի, մի բանի համար, որը չենք տեսել եւ պատկերացում չունենք։ Գոնե դուք պիտի մակետ ներկայացնեիք, որոշակի 3D ձևավորման ինչ-որ պատկեր մեզ հրամցնեիք հիմա, որպեսզի մենք պատկերացում ունենայինք, թե այդ նոր տոնածառը լավն է, վատն է եւ մեր քվեարկությունը կարողանայինք իսկապես իրականացնել։ Հիմա մենք ընդհանրապես պատկերացում չունենք, թե տոնածառը ինչ տեսք պիտի ունենա եւ մեզ առաջարկում եք, որպեսզի մենք քվեարկենք։ Կներեք, մենք հավելում եք արելի է 2000-ին մենք պայմանավորվեցինք, որ վեբ դիզայներների կողմից այդ նախագիծը կազմվի եւ կներկայացվի ավագանու նիստի, բայց այսօր կրկին չենք տեսնում։ Ոչ միայն տոնածառը, առհասարակ քաղաքի զարդարանը։ Բոլորին հարցերը նույն ավանդակ է։ Այո։ Պատասխանեմ, ուրեմն ճիշտ ասած, Բաշնիպետը հիվանդացել է, տեղականներ չգիտեմ ինչին։ Չի ներկա գտնվել։ Ես անձամբ տեսել եմ մի քանի ձեր, ինձ ներկայացրել էին եւ ես ասել եմ, որ անպայման ավականուն նիստին է ներկայացնել։ Ներկայացնեին, որ ավականները տեսնեին, այդ ձեր ասած 3D մակետներով ինձ բերեն ներկայացնել են։ Ես կարծում եմ ավականուն նիստից հետո ձեր խմբակցություն թող վարգեն այդ ձևերը, ձևաչափը եւ նույնպես ուսումնասիրեք։ Շատ բան չունեմ ասելու, հանձնարարել էի, պետք է բերեին ներկայացնեին այստեղ եւ ցույց տային։ Ես անձամբ տեսել եմ։ Բայց գեղեցիկ կլինի, շատ դժվար։ Համել անակնկալ կլինի։ Հաջորդ Ուրեմն հարցը հետևյալն է, 20%